Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությանը, թե մայիսի 13-ին ժամը 20:45-ից 21:30 ընկած ժամանակահատվածում Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան եւ հարավ-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնել են Հայաստանի պաշտպանության նախարարությունից։ Դոնալդ Թրամփի ավագ խորհրդական եւ օգնական Ստիվ Ուիթքոֆը ասել է, որ հնարավոր է առաջիկա ամիսներին տեղի ունենա Աբրահամյան խաղաղության համաձայնագրերի հավանական ընդլայնում։ Նրա կանխատեսմամբ այդ համաձայնագրին կարող են միանալ Հայաստանն ու Ադրբեջանը։ Աբրահամյան խաղաղության համաձայնագրերը ներդրվել են Թրամփի պաշտոնավորման առաջին ժամկետում։ Դրանց նպատակն է տասնամյակների ընթացքում առաջին անգամ համոզել արաբական մի շարք երկրների պաշտոնապես կարգավորել հարաբերությունները Իսրայելի հետ։ Համաձայնագրին առայժմ միացել են Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը եւ Մարոկկոն, սակայն Աբրահամյան համաձայնագրերի առաջընթացը փակուղու առաջ էր հայտնվել այն բանից հետո, երբ Թրամփը հեռացել էր Սպիտակ տնից։ Երևան տեղափոխվելուց հետո Շահրամանյանը ստորագրել է մեկ այլ հրամանագիր, որով անվավեր է ճանաչվել 2023-ի սեպտեմբերի 26-ին ստորագրված Արցախը լուծարելու մասին հրամանագիրը։ Այս մասին Facebook-ում գրել է փաստաբան Ռոման Երիցյանը։ Չնայած ոչ այս եւ ոչ էլ Արցախը լուծարելու վերաբերյալ հրամանագրերը որևէ իրավական ուժ չունեն, երկուստեք հակասում են թե Արցախի մայրօրենքին, թե հրամանագրից բարձր իրավաբանական ուժ ունեցող այլ իրավական ակտերի դրույթներին, ուժի մեջ չեն մտել եւ հետեւաբար որևէ հետևանք կամ առաջացնել չեն կարող, այնուամենայնիվ հրապարակում եմ Արցախի Հանրապետության նախագահի 659N հրամանագիրը, բոլորին խնդրելով Արցախը լուծարված լինելու մասին այլևս չխոսել, գրել է Երիցյանը։ Հատիկ առ հատիկ դատարանի վճռով հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի 25 կոտորակ 3 հասցեում գտնվող 25.6 քառակուսի մետր մակերեսով տարածքը եւ բնակավայրերի նշանակություն ունեցող հողամասը որպես ապօրինի ձեռք բերված գույք։ Այս մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Եմ, որ 2025-ի հունվարից ի վեր համընդհանուր հայտարարագիր լրացած 20,062 քաղաքացի արդեն իսկ ստացել է 1 միլիարդ 811 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ, միջինում 90,000 դրամ, եւ դրան 800-ից 1000 մարդ է որևէ դրական արձագանք տալիս, գրել է Նիկոլ Փաշինյանը։ Չեք ստացել, ժողովուրդ ջան, թե հիմա մոդանը այն է, որ թողեք ոմանք վնգստան, թե կերան, թալանեցին, որ իրենց թալանածն անձեռնմխելի պահեն, դուք էլ մոդային եք հետևում։ Փոխարինեք մոդան նորակերտ պետականությամբ, գրել է Փաշինյան։ Բանակցային գործընթացի արդյունքների մասին տեղեկություն են փորձում ստանալ ազգային ժողովի ընդդիմադիր падգամավորները։ Ինչ նորություն կա խաղաղության օրակարգից, հետաքրքրվում է ԱԺ Հայաստան խմբակցության ընդդիմադիր падգամավորը։ Խաղաղության օրակարգից ինչ կա։ Կա ինչ-որ բան։ Բովանդակային պատասխանը ըստ էության падգամավորը չստացավ, նորություն չլսեց, իսկ քաղաքագիտական համայնքից հարցնում են բանակցային գործընթացը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև դանդաղում է, թե Ադրբեջանը շարունակում է Հայաստանի հետ նախապայմանների լեզվով խոսել։ Հռետորական հարցը քաղաքագետը կոնկրետացնում է. լավ, եթե երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի 17 կետերի շուրջ համաձայնություն կա, ինչու խաղաղության պայմանագիրը չի ստորագրվում։ Այստեղ կա նաև կառավարության կողմից օբյեկտիվ բացատրություն, որ ադրբեջանական կողմի հետ կա ջենտլմենական համաձայնություն չհանրայնացնել այդ կետերը, մինչև այն չկնքվի։ Ոչ պաշտոնական ելույթներում կամ հայտարարություններում կարելի է կռահել, թե 17 կետի մեջ ինչ կա, բայց կռահելը ուրիշ բան է, ում հաստատողը հանրայնացնել ուրիշ բան է։ Որքան էլ հայտարարվի, թե 17 կետերի շուրջ համաձայնություն կա, միևնույն է Ադրբեջանն իր նախապայմանն է առաջ տանելու։ Ադրբեջանի պահանջը սա է. Հայաստանը պետք է հրաժարվի տարածքներ պահանջել Ադրբեջանից։ Ինչ է հասկանում Ադրբեջանը տարածքային պայմաններից հրաժարվել արտահայտության մեջ, իրենք դա հասկանում են սահմանադրության փոփոխություն, որովհետև կա անկախության հռչակագիր, իսկ անկախության հռչակագրում ձևակերպված է հստակ, որ Հայաստանը հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի անկախության աջակիցը։ Այնտեղ կա նաև երկրորդ պահանջը, որը իրականացնելուց հետո նոր միայն Հայաստանը կարող է գնալ ստորագրման, դա նորից մտնում է տարածքային պահանջից հրաժարման հասկացության մեջ, դա Մինսկի խմբի լուծարումն է։ Իսկ ընդհանրապես Հայաստանն ու Ադրբեջանը բանակցային գործընթացը երկկողմանի տետատետ են տանում առաջ, թե միջնորդավորված ուժեր կան։ Քաղաքագետ վերլուծաբանների դիտարկմամբ Թուրքիան իր կրտսեր եղբայր
Ադրբեջանի մեջքին է։ Ադրբեջանի կողմից ես չգիտեմ, իհարկե կարող է լատենտ թաքուն այդ բանակցության քննարկումները գնում են, երբ ստորագրել, ինչ ստորագրել, ինչպես ստորագրել, ես ենթադրելի է, որ դա անպայման այդպես է, որտեղ երկու պետությունները այսօր ինտեգրացված են ռազմաքաղաքական առումով, բայց Հայաստանի կողմում ովքեր են, մի փոքր դժվարանում եմ ասել։ Հայաստանը միայնակ չէ այս բանակցություններում։ Ի նկատի ունեմ խաղաղության համաձայնագիրը Երևանի եւ Բաքվի միջև, դրա համաձայնությունը եւս Բաքուն եւս պետք է տա, եւ ընդհանուր առմամբ, քանի որ վերջին շրջանում բանակցությունների հիմնականում երկկողմ են ընթանում եւ մենք տեսնում ենք երկկողմ բանակցություններում արդյունավետություն, մենք շարունակում ենք երկկողմ աշխատել։ Ըստ քաղաքագետի մյուս կողմից Եվրամիությունն ու Ռուսաստանը այնպիսի լուրջ խնդիրների մեջ են հայտնվել, որ հայ-ադրբեջանական պայմանագիրը նրանց համար երկրորդական նշանակություն ունի։ Դրա համար մենք հստակ չենք տեսնում ոչ ռուսական խիստ դիրքորոշումը պայմանագիրը կնքել չկնքելու եւ ինչ տեքստով կնքելու հարցում, ոչ էլ ես տեսնում եմ եվրոպական լիդերների հայտարարություն եւ դիրքորոշումները։ Հայ-ադրբեջանական կոնֆլիկտային հարաբերությունների վերջակետը կդրվի այն ժամանակ, երբ որ Ռուսաստանը ազատվի ուկրաինական ճակատից եւ նոր հայացքով դիտարկի հետխորհրդային տարածության նախկին եւ ներկա դաշնակից պետություններին։ Ուկրաինան գիտակցում է, որ չի կարող վերադարձնել 2024 թվականից ի վեր կորցրած բոլոր տարածքները, ասել է Մակրոնը։ Պետք է օգնենք Ուկրաինային պաշտպանել իրեն, բայց մենք չենք ցանկանում երրորդ համաշխարհային պատերազմ սկսել, հավելել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին Liberation-ի հարցազրույցում հայտնել է, որ նախագահ Պուտինի հետ հանդիպման ընթացքում մտադիր է քննարկել հրադադարը եւ գերիների փոխանակումը։ Եթե հանդիպեմ նրա հետ, մենք պետք է դուրս գանք քաղաքական հաղթանակով, հրադադարով, բոլոր գերիների փոխանակմամբ կամ նման մի բանով, ասել է Զելենսկին։ Եմենի հութիները հայտարարել են Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի վրա նոր հարձակման մասին, գործածելով հիպերձայնային հրթիռ։ Մայիսի սկզբին հութի ապստամբները հրթիռ էին արձակել Իսրայելի ուղղությամբ, այն պայթել էր օդում, իսկ բեկորները ընկել էին Բեն Գուրիոն օդանավակայանի մոտակայքում, ինչի հետևանքով օդանավակայանի աշխատանքը դադարեցվել էր։ ՄԱԿ-ի հրատապօգնության համակարգող Թոմ Ֆլետչերը քննադատել է Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում, ասելով, որ Իսրայելը դիտավորյալ եւ ամոթաբար անմարդկային պայմաններ է պարտադրում օկուպացված Պաղեստինյան տարածքում գտնվող խաղաղ բնակչությանը։ Ֆլետչերն ասել է, որ մարդասիրական օգնության մուտքի արգելափակումը Գազայի հատված անկլավի բոլոր 2.1 միլիոն բնակիչներին լայնածավալ սովի վտանգի տակ է դնում։ Ավելի քան 10 շաբաթ Գազա ոչինչ չի հասել, ոչ սնունդ, ոչ տեղորայք եւ ոչ ջուր, ոչ վրաններ, ասել է ՄԱԿ-ի հրատապօգնության համակարգողը։ ԱՄՆ նախագահ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում ասել է, որ ամբողջովին կողմ է Իրանին, միաժամանակ նշելով, որ երկիրը չի դառնա միջուկային տերություն, նրանք միջուկային տերություն չեն լինի, թույլ տվեք պարզապես բացատրել, ես լիովին կողմ եմ Իրանին, ես ուզում եմ, որ նրանք ունենան հիանալի երկիր եւ շատ փող աշխատեն, ասել է Թրամփը։ Դոնալդ Թրամփի հայտարարությունը հնչում է Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև միջուկային կարևոր բանակցությունների ֆոնին։ Շաբաթվա վերջին տեղի ունեցած բանակցությունները նպատակ ունեին լուծել Թեհրանի միջուկային ծրագրի հարցը եւ վերացնել պատժամիջոցները։ Թրամփը հայտարարել է Սիրիայի դեմ պատժամիջոցները չեղարկելու մտադրության մասին։ Նա պարզաբանել է, որ համապատասխան որոշում է կայացրել Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման ալ-Սաուդի եւ Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ իրավիճակը քննարկելուց հետո։ Դամասկոսը ողջունել է պատժամիջոցները չեղարկելու Թրամփի հայտարարությունը։ Սիրիայի մի շարք քաղաքներում մարդիկ ցնծությամբ են դիմավորել իրենց երկրի դեմ ԱՄՆ պատժամիջոցների մոտալուտ չեղարկման մասին լուրը։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարելով, որ ռուսական պատվիրակությունը Ուկրաինայի ներկայացուցիչներին կսպասի Ստամբուլում, չի ճշտել, թե ինչ կազմով է պատվիրակությունը ներկայանալու բանակցություններին։ Պուտինի մամուլի քարտուղարը հրաժարվել է մեկնաբանել նաև Ուկրաինայի նախագահ Զելենսկու հայտարարությունն այն մասին, որ Պուտինի չգնալը կդառնա այն վերջնակետը, որը ցույց կտա, որ նա չի ուզում ավարտել պատերազմը։ Հիշեցնենք, Ուկրաինայի նախագահը հայտարարել էր, թե ցանկանում է անձամբ հանդիպել Ռուսաստանի առաջնորդի հետ։ 89 տարեկան հասակում մահացել է Ուրուգվայի նախկին նախագահ Խոսե Մուխիկան։ Նա հայտնի է իր համեստ կենսակերպով եւ հաճախ բնորոշվում է որպես աշխարհի ամենաաղքատ նախագահ։ Նա ոչ միայն նախագահ էր, այլև ակտիվիստ, օրինակելի քաղաքացի եւ առաջնորդ իր երկրի համար։ 6 անգամ նա վիրավորվել է եւ ընդհանուր առմամբ 14 տարի անցկացրել բանտում, այդ թվում երկար տարիներ մենախցում։ Ազատ է արձակվել 85 թվականին Ուրուգվայում ժողովրդավարության վերականգնումից հետո։
Անտարային խոշոր հրդեհներ ամուրի մարզում ծխածածկույթի տակ է հայտնվել Ցիոլկովսկի քաղաքը, կրակը մոտեցել է բնակելի տներին, հրդեհն ընդգրկել է ավելի քան 3000 հեկտար տարածք, ճանապարհների երկայնքով եւ բնակավայրերի շուրջ այրվել են հազարավոր ծառեր, իրավիճակը բարդացրել է մոլեգնող քամին, բայց քաղաքին վտանգ չի սպառնում։ Ճապոնական Nissan ավտո արտադրողը հայտարարել է, որ ամբողջ աշխարհում կրճատելու է եւս 11000 աշխատատեղ եւ փակելու է 7 գործարան։ Չինաստանում վաճառքի անկումը եւ Միացյալ Նահանգներում նրա երկու ամենամեծ շուկաներում մեծ զեղչերը ծանր հարված են հասցրել եկամուտներին։ Վերջին կրճատումները ընկերության կողմից անցյալ տարի հայտարարված կրճատումների ընդհանուր թիվը հասցնում են մոտ 20000-ի կամ աշխատուժի 15%-ի։ Դեռևս հայտնի չէ, թե որտեղ են տեղի ունենալու աշխատատեղերի կրճատումները։ Քիմ Քարդաշյանը Փարիզի դատարան է ներկայացել 2026 թվականի կողոպուտի գործով շքեղ $3 միլիոն արժողությամբ ադամանդե վզնոցով։ Նա դատարանում ցուցմունք է տվել ավազակախմբի անդամների դեմ, ովքեր զենքի սպառնալիքով թալանել էին իր հյուրանոցային համարը։ Քարդաշյանը սև բաճկոնով, կիսաշրջազգեստով եւ արևային ակնոցներով ձեռքով է արել ամբոխին եւ մամուլին։ Մայիսի 13-ին Ֆրանսիայում մեկնարկել է հեղինակավոր Կաննի կինոփառատոնը, որը մի քանի օրով մեկ վայրում կհավաքի կինոաշխարհի, ինչպես նաև մոդելային բիզնեսի, երկարվեստի եւ մարզական ոլորտի ամենահայտնի ներկայացուցիչներին։ Կաննի կինոփառատոնի շրջանում պրեմիերաներից ոչ պակաս սպասված են Կարմիր գորգով անցման աստղային արարողությունները, որոնց ժամանակ հայտնի դեմքերը եւս մեկ անգամ իրենց անթերի տեսքով պարծենալու հնարավորություն են ունենում։ Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալ Արա Բադոյանը դատապարտվեց 3 տարի ազատազրկման նակալանավայրում կանցկացնի 1 տարի 11 ամիս։ Որոշումից հետո դատարան շտապօգնություն են կանչել, քանի որ Բադոյանի ինքնազգացողությունը վատացել է։ Գլխավոր դատախազությունից էլ հայտնել են, որ դատական ակտը ստանալուց հետո դատախազության կողմից վերաքննիչ բողոք կներկայացվի։ Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարությունը խստորեն դատապարտում է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում պատմության ուսուցչի նկատմամբ դրսևորվել է անթույլատրելի վերաբերմունք դպրոցի տնօրենի, ժամանակավոր պաշտոնակատարի, որոշ ուսուցիչների, աշակերտների եւ ծնողների մասնակցությամբ։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Արմավիրի մարզպետի աշխատակազմի հետ գործակցությամբ որոշում է կայացվել սահմանված կարգով տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին աշխատանքից ազատելու եւ տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու վերաբերյալ։ Ավելին, նախարարությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը, այդ թվում օրենսդրական ուսումնական հաստատություններում ուսուցիչների իրավունքների պաշտպանությունն ապահովելու եւ հարգալից ու անվտանգ պայմաններ ստեղծելու համար։ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի սելավը հանկարծակի է բերել բնակիչներին։ 20 տարվա ընթացքում Արարատի մարզի բնակիչները նման սելավ չեն հիշում։ Հայաստանում տեղումները մի շարք անհարմարություններ են ստեղծել, հատկապես մարզերում։ Հորդառատ անձրևի հետևանքով Արտաշատի մի քանի գյուղում այգիները ջրածածկ են եղել։